հասկացությունների եւ բնորոշումների մասին, որոնք տրված են իրավական Սա գրականություն չէ Տիկին այսինքն ոչ մեկ չխոսի Տիկին Գալյանի 8 միլիոն ենթադրեք ինչի մասին է խոսքը։ Ատելության խոսքը կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, թե որն են բազմահազար անեծքները եւ հայհոյանքները պայմանավորված մարդկանց որևէ հատկանիշով, ես կրկնում եմ, սեռով, կրոնական համոզմունքով, քաղաքական հայացքներով, նույնիսկ աչքերի կապույտ գույնով, ես ծայրահեղացնելով եմ ասում։ Անթույլատրելի է, եւ կարծում եմ ձեզ համար էլ է անթույլատրելի, եւ կարծում եմ ժողովրդի համար էլ է անթույլատրելի, եւ միջազգային հանրության համար էլ է անթույլատրելի, եւ մի շարք միջազգային փաստաթղթեր նաեւ մեզ պարտադրում են ունենալ ատելության խոսքի դեմ պայքարող այդպիսի գործուն մեխանիզմներ, որոնք հաջող են Ընդ որում այդ գործուն մեխանիզմների բովանդակությունը պետք է սահմանվի համապատասխան իրավական ակտերով եւ մենք տարիներ շարունակ փորձում ենք մտածել այդպիսի մեխանիզմ վարչական պատասխանատվության կամ քաղաքացիական պատասխանատվության տեսքով, որը կլինի համաչափ եւ չի ոտնահարի որևէ մեկի ոչ խոսելու իրավունքով, ոչ էլ որևէ այլ իրավունք։ Միջազգային գործիքները այս նախագծի մասնագիտական տվել են ծրել եք։ Դեռ ոչ, ես կրկնում եմ, նախագիծը դեռ շրջանառված չէ, ներքին քննարկումների փուլում է գտնվում։ Անպայման իրենց հետ էլ կկոմունիկացնեն։